Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Խորհրդանշական է, որ մեր անվանի հայդուկապետը իր ապրած կյանքի 53 տարիներից 35-ը անձնազոհ նվիրեց իր հարազատ ժողովրդի ազգային ազատագրական պայքարին, հայոց ազատամարտին։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Արշակ Գաֆաֆյանին, որը հայտնի է որպես Քերի։ Մեր հաղորդման հյուրերն են պատմական գիտնների դոկտոր պրոֆեսոր Համլետ Գևորգյանը և պատմական գիտնների դոկտոր պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը։ Բարի գալուստ, հարգելի բարեկամներ, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Քերու կյանքին և գործունեությանը և շարունակենք մեր հաղորդումը։ Ազգային ազատագրական պայքարի նշանավոր գործիչ Քերին Արշակ Գաֆաֆյանը ծնվել է 1858 թվականին Կարինում։ Ավարտել է Կարինի Արծնյան դպրոցը։ Եղել է պաշտպան հայրենյաց գաղտնի կազմակերպության անդամ, Դաշնակցություն կուսակցության անդամ։ 1889 թվականին գործակցել է Հունոյի և Տիգրան Օքոնյանի հետ։ 1890 թվականին մասնակցել է Սարգիս Կուկունյանի արշավանքին։ 1895 թվականին Կարինի ջարդերի ժամանակ ղեկավարել է առաջնորդարանը պաշտպանող զինված խումբը։ 1903 թվականին Թորգոմի Մրրիկ խմբի հետ անցել է Սասուն։ Մասնակցել 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանությանը։ 1905-ից 6 թվականներին հայ-թաթարական կռիվների ժամանակ Զանգեզուրի ինքնապաշտպանության ղեկավարներից էր։ Այնուհետև անցել է Պարսկաստան, միացել է Եփրեմ խանին, դարձել նրա օգնականը, մասնակցելով իրանական հեղափոխությանը։ Վրեժխնդիր է եղել Եփրեմ խանի սպանության համար։ Առաջին աշխարհամարտի ժամանակ եղել է 4-րդ կամավորական գնդի հրամանատար։ Մասնակցել 1915 թվականի Սարիղամիշի ճակատամարտին, ապա արշավել մինչև Բասեն, մասնակցել Վասպուրականի ազատագրմանը։ 1916 թվականի մայիսի 15-ին Մոսուլ գնալու ճանապարհին Ռևանդուզի մոտ ջոկատով շրջապատվում է։ Կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, սակայն նահատակվում է մարտում։ Ատճունն ամփոփվել է Թիֆլիսի Խոջիվանքի հայկական գերեզմանատանը, Նիկոլ Դումանի և Սեբաստացի Մուրադի կողքին։ Նրան է նվիրված 4-րդ գնդի հրամանատար Քաչ Քերի երգը, պարգևատրվել է Գեորգիևյան առաջին կարգի ոսկե շքանշանով։ Պարոն Գևորգյան, մոտ օրերս լրացավ Քերու հերոսական նահատակման 100-րդ տարեդարձը և այդ համապատկերում ցավով պետք է նշեմ, գուցե սխալվում եմ, որ նրա անունը գերազանցապես մեր հայրենակիցներին, նաև երիտասարդներին հայտնի է որպես նվիրված երգից, 4-րդ գնդի հրամանատար Քաչ Քերի, այդ երգից, մինչդեռ ֆիդական շարժման պատմության այդ ողջ պատմության ընթացքում Քերին առաջին ազատամարտիկներից առաջի հայդուկներից էր, դեռևս պաշտպան հայրենաց կազմակերպության 80-ական թվերից սկսած մինչև Կուկունյանի արշավանքի մասնակից։ Այո, մեր ազատագրական պայքարի ավագ սերնդի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը անշուշտ Արշակ Գաֆաֆյանն է, Քերին, որը իր մարտական, հեղափոխական, ազգային ազատագրական պայքարի որպես նվիրյալի գործչի սկսել է հենց անդամագրվելով պաշտպան հայրենյաց կազմակերպությանը, որը Արևմտյան Հայաստանում, ինչպես գիտենք, առաջի մարտական կազմակերպությունն էր, որի նպատակն էր Արևմտահայաստանի ազատագրումը։ Թուրքական իշխանություններին հաջողվում է բացահայտել պաշտպան հայրենյացի ուրեմն տեղը և ձերբակալել բազմաթիվ անդամների, բայց Արշակ Գաֆաֆյանին Քերուն հաջողվում է փրկվել այդ ձերբակալությունից և նա մեկնում է Կաղզվան, այնտեղ բացում է սրճարան և այս սրճարանում էլ նա ծանոթանում է Հունոյի հրոսակապետ Հարություն աղայի հետ, Ալաշկերտի Հարություն Տեր Մարտիրոսյան, և զինվորագրվում է այն խմբին, որի հրամանատարը առաջնորդը եղել է հենց Հարություն աղան, նշանավոր Հունոն, առաջին մարտական մկրտությունը ստացել է հենց այդ խմբում։ Բայց նա որպես հրամանատարի նրա մասնակցությունը առավել նշանավոր է Համիդյան ջարդերի տարիներին, երբ Քերին գտնվելով Էրզրումի նահանգում, Բասենում նա կազմակերպել է մի շարք հայկական բնակավայրերի ինքնապաշտպանությունը։ Եվ պիտի ասել այն ինքնապաշտպանական մարտերը, որոնց մասնակցել է և ղեկավարել է հենց Քերին,
դա փրկարար նշանակություն է ունեցել հայկական այդ բնակավայրերի համար։ Քերու գործնեության առաջի շրջանում առավել նշանավորը հենց այդ ինքնապաշտպանական մարտերն են, որոնց ղեկավարել է Արշակ Գաֆաֆյանը եւ իր մեծ ներդրումն է ունեցել հայ բնակչության կոտորածներից փրկելու գործում։ Շնորհակալություն։ Պարոն Ներսյան, արդեն նշվեց, որ այդ առաջին մարտական մկրտությունն է ստացել, սակայն Քերու հետագա գործունեության ընթացքում նաև որպես ղեկավար դերակատարություն ունենալու տեսանկյունից կարող նշանակություն ունեցավ նաև Սասուն անցնելը, կարծեմ Թորգոմի խմբի կազմում եւ 1904 թվականին Սասունի ապստամբությանը իր որոշակի մասնակցություն բերելով։ Բնականաբար Քերին որպես հայդուկ Սասունի 1904 թվականի ինքնապաշտպանության ղեկավար դեմքերից որպես ավելի հայտնի ազնվորություն տարօրինահայության մեջ եւ առասարակ կարևելահայության մեջ, որովհետեւ այդ Սասունի 4 թվականի ինքնապաշտպանության ժամանակ Կարևելյան Հայաստանում ուրեմն խմբեր Հարևելյան Հայաստանից կազմակերպվում էին հայդուկային խմբեր, որոնք գնում էին իբրև թե Սասուն հասնելու, օգնելու Սասունի ինքնապաշտպանության կազմակերպիչներին եւ այդ ժամանակ ինչպես Անդրանիկի, այնպես էլ Քերու անունը որպես հեղինակություն հասավ ընդհանրության։ Նաեւ այլ հայդուկներ կային, ուրեմն 11 խումբ է 1903-ից 4 թվականներին դաշնակցությունը հիմնականում առաքել Սասունը այդ խմբերից մենակ մեկն է, Մրիկ խումբը ձեր հիշատակած Թորկոմի ղեկավարությամբ, որի մեջ էին այնպիսի հայտնի հետագայում հայտնի դարձած ազնվորություններ, որոնք իրենց առաջին փորձությունը փաստորեն անցան Սասունի ոցերի մեջ, Սեփուհը, Մուրադը, Թորկոմը, նաև Քերին եւ այդ խումբը 23 հոգուց բաղկացած հասավ Սասուն։ Իհարկե կան տարբեր կարծիքներ, որ թուրքական իշխանությունները դիտավորյալ թույլ տվեցին, որ այդ խումբը հասնի Սասուն, որպեսզի այդ խմբի Սասուն հասնելու առիթով շրջապակեն Սասունը ու հարձակվեն Սասնո վրա, որովհետև Սասնո ապստամբությունը Տարոնի, Բիթլիսի, Վասպուրականի, Երզրումի որոշ շրջանների հետ նախատեսված էր 1905 թվականի ամռանը։ Հիմա Քերին այս Սասունի 4 թվականի դեպքերի ժամանակ ընդհանուր պահեստապետ էր նշանակված եւ այդ ժամանակ էլ ինքը վաստակեց Քերի անունը տարբեր բացատրություններ կան թե ինչի են նրան կոչել Քերի ինքը տարիքով պատվանունը նա հեղինակությունը պետք է պայմանավորվեք առաջինը նրա հեղինակությամբ երկրորդը իր տարիքով որովհետեւ նա շատ խոհեմ գործիչ էր շատ խոհեմ ու հեռատես գործիչ էր մարդկային հատկանիշներով համեստություն ասեցիք բոլոր ժամանակակիցները միանշանակ կերպով հենց Քերու մոտ որպես գլխավոր հատկանիշ շեշտում են համեստությունը։ Եվ որպես հավելում ասեմ, որը նաև ապացույցն է իմ այս տեսակետի ճշմարտության, երբևէ Քերու եւ 19-ի վերջի 20-ի սկզբի ազատագրական պայքարի պատմությունը ուսումնասիրելու ընթացքում անձամբ ես չեմ հանդիպել որևէ գործչի տեսակետ, կարծիք Քերու հետ կապված, որը լինի բացասական։ Բոլորը Քերուց ակնացել են ու քաշվել։ Նույնիսկ Անդրանիկը, երբ որ Քերին խոսում էր, Անդրանիկը լռում էր։ Իսկ Անդրանիկը ընդհանրապես մեկ էլ լռում էր, երբ որ խոսում էր Նիկոլ Դումանը։ Այսինքն մեկ էլ նա Քերուց էր ակնացել։ Նա անմնացորդ էր, նա նվիրյալ էր։ Եվ դեռ փաստեր կան։ Նույնիսկ նա հագուստի մեջ հագուստի հագնելու մեջ նա ասում էր ինձ հագուստը պետք է ինձ իմ ազգի ազատությունն է պետք։ Մի հատ տակ թեկուզ հնամաշ վերարկում։ Ավելի ուշ շրջանի հետ կապված հայ թաթարական կռիվների փաստեր կան, որ երբ որ բերել են նրան առաջարկել են նոր հագուստ, որը 7 ռուբլով են գնել, նա հետ է տվել, ասել է սուղ է, եւ ասել է գնացեք ինձ շուկայից գնեք Զանգեզուրու։ Շուկայից գնեք մի հնամաշ վերարկու։ Դրանով, շատ բարի, պարոն Գևորգյան, հայ թաթարական կռիվներից արդեն խոսք գնաց։ Քերին 1905-6 թվականի հայ թաթարական կռիվների ընթացքում Զանգեզուրի գավառում կամ Զանգեզուր աշխարհում ինքնապաշտպանության կազմակերպիչներից էր ղեկավարներից մեկն էր, մասնավորապես ինչքան տեղյակ եմ Սիսիանի շրջանի, կարծեմ հենց ոչ պաշտպանության ղեկավարը ինքն էր։ Այո, ավելի
Իհարկե հայ թաթարական, բայց ավելի ճիշտ հայ թուրքական այդ 1905 Թաթարը նույն թուրքն էր։ Թաթարը թուրքական ավելի ճիշտ Իհարկե մեր ազգային ազատագրական պայքարի ամենաուսանելի էջերից մեկը գրվեց հենց հայ թուրքական ընդհարումների ժամանակ, որը կարելի է ասել այսօր էլ արդիական նշանակություն ունի նրա իմացությունը, որտեղ ահա այդ ժամանակահատվածում, երբ խոսքը գնում էր կովկասահայության ինքնապաշտպանության կազմակերպմանը, դա փայլուն օրինակ է ազգային միասնականության, ազգային ոգու, պայքարի, արևմտահայ, արևելահայ հասկացություն գոյություն չուներ։ Բոլորը եւ արևմտահայ եւ բոլորը նույնիսկ այն հայերը, որոնք ապրում են արտ երկրում, շատերը եկել եւ ինչ են արել, զինվորագրել են ի պաշտպանության կովկասահայության։ Այս առումով, ահա այս թվականների մեր ազգային ազատագրական պայքարի այդ էջը այսօր էլ իր արդիականությունը չի կորցրել։ Եվ ինչ որ տեսանկյունից նմանություն կա, այո, այսօրվա, որ հանուն Արցախի ուրեմն պաշտպանության պատրաստ են զենքը ձեռքին մարտնչելու Արցախում բոլորը, հայության լավագույն իհարկե զավակները։ Եվ ահա 5 թվականին մի ցարական պայմաններում, կայսրության պայմաններում ստեղծվել էր մի այնպիսի քաղաքական իրավիճակ, որից փորձեցին օգտվել կովկասյան թուրքերը եւ փորձեցին ամբողջ կովկասահայությանը ուրեմն կոտորել, ոչնչացնել։ Հայության փրկությունը միակ կայուն ինքնապաշտպանության, հուսալի ինքնապաշտպանության կազմակերպումն էր։ Եվ ահա ի պաշտպանություն արևելահայության, արևելահայաստանում էին, Կովկասում էին մեր ազատագրական փողով, պայքարի փողով անցած մեր բազմափորձ հռչակավոր հայդուկները, ֆիդայիները, որոնցից մեկը հենց Արշակ Գաֆաֆյանն էր, քեռին էր։ Երևանի նահանգի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատար Նիկոլ Դումանը նրան նշանակում են նախ Լեռնային Նախիջևանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, որի հրամանատար այդ ժամանակ 21-ամյա դրոն էր եւ դրոն դառնում է քեռու օգնականը, նոր գյուղում էր նրանց շտաբը, նրանք հրաշալիորեն են կազմակերպում Լեռնային Նախիջևանի, ապա նաեւ անցնում են Սիսիանի շրջան։ Այդ ինքնապաշտպանական կռիվների ժամանակ առավել նշանավորը անշուշտ Սիսիան գյուղի համար ազատագրական, ահա այդ կռիվ էր։ Սիսիանը մինչև 1906 թվականը թուրքաբնակ է, ամբողջովին թուրքաբնակ է եղել։ Երբ թուրքերը հրոսակախմբերը փորձել են գրավել Անգեղակոտ, որը քեռու շտաբն էր եղել, Անգեղակոտ պատմական հինավուրց գյուղը։ Այո, բանի Սյունիքի ամենանշանավոր ուրեմն բնակավայրերից մեկը Քերին եւ դրոն հրաշալիորեն են կազմակերպում այդ գյուղի ինքնապաշտպանությունը եւ Քերին հարցակողական ոչի մարտավարության կողմնակից էր։ Այն ինչ որ պահանջում էր Նիկոլ Դումանը բոլորից առաջին իսկ հնարավորության դեպքում դիմել հարցակողական գործողություններ եւ ջախջախել ճշտամուն։ Եվ Քերին, որբիզի կոտրի թուրքերի Սիսիանի շրջանում թուրքերի ողնաշարը, պետք է որ ոչնչացվեր թուրքերի բույնը, դա Սիսիանն էր։ Եվ Քերու գլխավորությամբ ահա այս Սիսիանի գրավումը փայլուն կերպով են իրականացնում մեր ինքնապաշտպանական ուժերը։ Դրոն իր հուշերում նկարագրում է, թե ինչպիսի քաջագործությամբ, ինչպիսի հերոսականությամբ էր Քերին առաջնորդում հայ զինվորներին, որոնք աներկյուղ ոգևորվելով Քերու քաջագործությունից նետվում են գրոհի, խորտակում են թուրքերի պաշտպանական դիրքերը եւ ամբողջ մոխրակույտերը վերածում ահա այդ Սիսիանը, որից հետո նոր Սիսիանը արդեն բնակություն են հաստատում հայերը։ Դրանից հետո նրան ուղարկում են Զանգեզուր, սկզբում Ագուլիսի Գողտան, Ագուլիսի ինքնապաշտպանության ղեկավար, իսկ Ագուլիսը նշանավոր կենտրոներ առևտրի, որը կապեր ուներ Եվրոպայի, Հնդկաստանի, Իրանի հետ, եւ պատահական չէր, որ Ագուլիսի նման հարուստ բարգաշատ քաղաքի ինքնապաշտպանության ղեկը ստանձնում է հանձնարարում է Քերուն։ Այնտեղ նույնպես Քերին իրեն դրսևորում է լավագույն կողմերով, որից հետո Նիկոլ Դումանը նրան հանձնարարում է ուղևորվել Զանգեզուր, որտեղ Զանգեզուրի ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Սեբաստացի Մուրադը։ Եվ նա Սեբաստացի Մուրադի հետ գործուն նրա աջակցությամբ կազմակերպում են հատկապես Ղափանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպումը եւ 1.5 տարի տևող ահա այդ կռիվներում արժանի ջարդ են տալիս հայկական բնակավայրերը ասպատակող թուրք հրոսակախմբերին։ Եվ հարկադրված
Պարզում են սպիտակ դրոշը եւ գալիս են հաշտություն Ներսե Մելիք Թանգյանի միջնորդությամբ, դա Սյունիքի առաջնորդն էր, հոգեվոր նույնպես մարտական շատ լավ ոգի ունեցող հոգեվոր առաջնորդ էր, նրան միջնորդությամբ եւ ցարական իշխանությունների պաշտոնյաների գալիս խնդրում են հաշտություն։ Եթե չլներ ցարիզմի միջամտությունը, Սեբաստամի Ծիմուրատն ու Քերին Զանգեզուրում ոչ մի թուրք չէին թողին։ Այս դժբախտաբար կանգնեցնում են այդ հարձակումը եւ ավարտում է հաղթանակով այս մեր ինքնապաշտպանական մարտերը։ Պարոն Ներսյան, իհարկե քերու մարտական ուղուց դժվար է որևիցե մի этап առանձնացնել, սակայն բոլոր դեպքերում, եթե կարելի այդպես բնութագրել, թագ ու պսակը հենց առաջին աշխարհամարտի Կովկասյան ճակատում կամավորական 4-րդ գնդի հրամանատար եղած շրջանն է։ Այդ Սարիղամիշի ճակատամարտ, մինչև Վասպուրականի ազատագրման մարտերի մասնակցություն, մինչև Մոսուլ, այդ որպես քերուն, որպես կամավորական գնդի հրամանատար խնդրում եմ ներկայացրեք։ Երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ինչ որտեղ հակասական վիճակ ստեղծելով Էրզրումի 8-րդ ընդհանուր ժողովի որոշումների հետ, դաշնակցության բնականաբար 8-րդ ընդհանուր ժողովի, որը իրատեսական որոշումներ էր կայացրել, այսինքն եթե ռուսը եւ թուրքը կռվում են, մենք պետք է մնանք չեզոք։ Եվ դա ճիշտ որոշում էր, ճիշտ ռազմավարություն էր, բայց ուրեմն զարմանալիորեն այդ ժողովի ավարտը, ժողովը դեռ ընթացքի մեջ էր, երբ որ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ցարիզմի մութ ձեռքով արդեն սկսվեց ուրեմն կամավորական շարժում։ Ռուսաստանի, Կովկասի տարբեր քաղաքներից հայերը գալիս էին, մտածելով որ ռուսը Թուրքի հետ կմտնի պատերազմի մեջ, եւ որպես կամավոր ռուսական բանակներին կից կռվեն թուրքերի դեմ, այն հույսով որ շուտ կազատագրվի Հայաստանը։ Բնականաբար այդ ժամանակ ընտրեին ուրեմն խմբապետներ, այսինքն կամավորական շարժումը սկզբնավորել է Ռուսաստանը, ցարիզմի մութ ձեռքը, որպեսզի հայերին օգտագործի հանուն իր քաղաքական նպատակները։ Հիմա իսկ կամավորական գնդերի կազմակերպիչը կուսակցություններ, դաշնակցություններ եւ քերուն տվեցին 4-րդ գնդի հրամանատար հաշվի առնելով նրա անցյալի հարուստ փորձը։ Քերին ինքը ավելի շատ ռազմական գործիչ էր, թեպետ եւ ուներ քաղաքական մեծ հոտառություն, բայց երբ որ գալիս էր ռազմի գործին, օրինակ փաստեր կար, որ քաղաքականությունից խոսում էին, նա ասում էր լռեք, գոռում էր ձայնդ կտրի, այլ բավ է։ Եվ ինքը որպես ռազմի գործիչ իրեն փայլուն կերպով դրսևորեց, դե կռվող մարդ էր, այո, իհարկե, գործը կռվելն էր, դրա գործը կռվել էր, բայց նա շատ ճիշտ էր, որպես 4-րդ գնդի հրամանատար, նա մասնակցեց Սարիղամիշի ճակատամարտին, այնուհետև նրա գումարտակը հասավ մինչև Վան, երբ որ Վանի ինքնապաշտպանողները արդեն ռասական կռիվների մեջ էին, դրանից հետո շարունակեց իր գործունեությունը, ուրեմն հիմա քերուն պետք է գնահատել կամավորական շարժման նպատակը ճիշտ ըմբռնելու տեսանկյունից։ Հիմա կամավորական գումարտակները ինչի համար էին ստեղծվել։ Ստեղծվել էին նրա համար, որ շուտափույթ օգնության հասնեն արևմտահայ տառապյալ ժողովրդին, որի մասին տեղեկություն չկար։ Իսկ Սարիղամիշի ճակատամարտից հետո արդեն այդ երիտուրկական իթիատական երրորդությունը տվել էր այդ ջարդերի հրամանը, քերին շտապում էր որ հասնի օգնության։ Եվ այստեղ մի կարևոր դրվագ ես մեջ բերեմ, երբ որ Վանը գրավելուց հետո կամավորական գումարտակները հասան Դատվան, երբ որ կամավորներին հասել էր Սասունում օրասական կռիվների ղեկավար Կոմսի եւ Ռուբենի նամակները, թե հասեք օգնության եւ ընդ որում նրանք մատնանշել էին ճանապարհը, եթե կամավորները չլսեին նահանջող այդ հուլիսյան կեղծ նահանջի օրերին ռուսական բանակի, չլսեին ռուսական հրամանատարությանը, չենթարկվեին Արշավեին, մի 60,000 հայ փրկվեր։ Եվ քերու մեծությունը նրանում էր, որ նա հասկանում էր մեր գումարտակի դերը արևմտահայ ժողովրդին փրկելն է, եւ նա պատրաստ էր դրոյի հետ մեկտեղ, որպեսզի դրամայր միջև Մոսուլ արշավանքին մասնակցեց։ Անկախ ռուսները ասեցին թողում եք ձեր հայեցողությանը, բայց քանի որ Անդրանիկը չհամաձայնվեց, մյուսներն էլ չհամաձայնվեցին, քերուն չգնաց։ Դրանից հետո ուրեմն ռուսները երբ որ ռուսական բանակ արդեն 16 թվականին Սարիղամիշի ճակատամարտից հետո մի տարի ռուսական բանակը ուրեմն ոչ մի հարձակում չկատարեց։
ուրեմն ավարտվեց արևմտահայության ցեղասպանությունը, ռուսները մի ոչինով գրավեցին արևմտյան Հայաստանը, հետո ռուսական մի զորաբանակ շարժվեց դեպի Մոսուլ, դեպի Իրաք եւ ուրեմն դեպի Քրդստան, այև այդտեղ Ռևանդուս կոչված այդ բնակավայրում խիտ անտառների մեջ ընկավ ուրեմն պաշարման մեջ, այստեղ էր նաեւ Քերին։ Եվ այստեղ քերին մի վերջին անգամ դրսևորեց իր խիզախությունը իր մարտավարի անմնացորդ տաղանդը, հանճարի առանց չափազանցության եմ ասում, ոչ շատ լայն նշանակությամբ, ավելի նեղ նշանակությամբ մարտերի կազմակերպչի իր անմնացորդ տաղանդը, երբ որ այդ շուրջ գալիս դուրս եկավ, հանեց եւ ռուսներին եւ իր կամավորներին Ռևանդուզի մոտ, այդ շուրջ գալիս այդ պահին մի օր հասական գնդակ ուրեմն առավիր ճակատին մահից առաջ նրա բարերը հետևյալներն էին բանաներս ես զարնվեցի Պարոն Գևորգյան, մի փոքրինչ հետ գնանք, որպես ամբողջական լինի պատկերը, Քերին նաև ակտիվ դերակատարություն է ունեցել իրանական հեղափոխական շարժման ընթացքում, ընդհանուր հրամանատար մեր հայրենակից Եփրեմի որպես օգնական լինելով։ Այո, դա դաշնակցության որոշումներ կուսակցության ընդհանուր ժողովի 4-րդ, որ պետք է մասնակցեին իրանական հեղափոխության այն հույսով, որ իրանական հեղափոխությունը կարող է ազդեցություն գործել նաև Թուրքիայի վրա, այնտեղ էլ հեղափոխական ալիք բարձրանա եւ որոշեցին մարտական ուժերով, քանի որ սահմանադրական ուժերը հակա միապետական չունեին մարտական փորձառություն, ուստի նրանք դիմել են դաշնակցությանը եւ դաշնակցությունը պետք է որ մարտական խմբերով փորձառու զինվորականներով օգնեն։ Պետք է Նիկոլ Դումանը գնար, բայց հանճարեղ Դումանը հասկանում էր, որ իրանական հեղափոխությունը դա հաղթանակել չի կարող, նա չգնաց, Սև Քարեցի Սակոն գնաց ճանապարհին մահացավ, որից հետո Քերին գնաց եւ իր գործուն մասնակցությունը բերեց իրանական հեղափոխության եւ հայկական մարտական խմբերի տարած տոնած հաղթանակները հիմնավորապես գլխավորել է հենց Քերին եւ Թավրիզի համար մղվող պայքարում եւ հայկական բնակավայրերի ինքնապաշտպանության Մուժամբար Սալմաս եւ այլն եւ դրանից հետո էլ նա Եփրեմի զոհվելուց հետո քանի որ նա օգնական է նա դառնում է սահմանադրական բանակի գլխավոր հրամանատար, բայց քանի որ ցարական Ռուսաստանի զորքերը ներխուժել էին Իրան, ապա այդ պայմաններում նրանք վերջնագիր են ներկայացնում սահմանադրական կառավարությանը, հայկական մարտական ուժերը քերու գլխավորությամբ ճիշտ քայլ են կատարում, իսկ դրանից առաջ Դումաներ դուրս բերել մեր մարտական ուժերին Թավրիզից եւ ճիշտ էր արել եւ քերին նույնպես սակայն միջև դուրս գալ իրենց մարտական ներդրումը անշուշտ ունենում են հենց պարսկական հեղափոխության եւ ամենահերոսական էջերը գրել են հենց հայկական մարտական ուժերի մասնակցությամբ տեղ ունեցած կռիվները։ Պարոն Ներսյան, Քերին ժամանակի հեռավորությունից նահատակման 100-րդ տարեդարձը լրացավ, մեզ ներկայանում է որպես վառ անհատականություն, հերոսական կերպար, հերոս բառի բուն իմաստով եւ այդ կերպարը մեր նորորյա երիտասարդներին, զինվորներին, սպաներին ուսանելի է եւ այդ ուսանելի այդ դասերը որոնք են։ Դասերը մի քանիսն են եւ բնականաբար արդիական հնչողությունը չկորցնող քերու ուրեմն ֆիդայական եւ կամավորական շարժման շրջանի գործունեությամբ թելադրված, ճիշտ գնահատականով թելադրված, ուրեմն հայդուկից աճելով մինչև զորապետի եւ զորահրամանատարի աստիճանի իմ խորին համոզմամբ քերին մեզ է ավանդում հետեւյալ դասերը, որը առաջին հայ ժողովուրդը եթե իսկապես ուզում է ազատագրվել, նախ եւ առաջ պետք է ապավինի սեփական ուժերին։ Ճիշտ է, նա ինչպես քիչ առաջ ասեցի, ռուսական գնդերին զորքերին կից կամավորական գնդի հրամանատար էր, բայց հենց այն փաստը, որ ինքը հանուն Սասունի տարոնի ժողովրդին փրկելու ձգտում էր ուրեմն անկախ ռուսական բանակից հասնել Սասուն, դա հենց այդ փաստը վկայում է, որ իսկապես ապավինել սեփական ուժերին։ Հետո դրա ճշմարտությունը երևաց։ Նաև որ զորահրամանատարը ռազմական գործիչը պետք է լինի համեստ։ Նա իր զինվորից շատ քիչ բանով
պետք է տարբերվի։ Թերևս մենակ Ամեն ինչով պետք է օրինակ է լինի։ հրաման տալու կարողությամբ, այսինքն զորահրամանատարը երբ որ նետվում է մարտերի մեջ իր զինվորից առավել ուրեմն ուժգնությամբ, առավել խիզախությամբ անմնացորդ նվիրումով զինվորը բնականաբար այդ զորահրամանատարի հետևից գնում է։ Սա նույնպես ունի կարևոր արդիական նշանակություն եւ քերուն որպես դիմանկարի ամբողջացման համար պետք է ասեմ, որ քերին այն գործիչն էր, որի թափած արյունը եւ իր սերնդակիցների թափած արյունը նպաստեց, որ այսօր կարող է մի քիչ տարօրինակ ընչի, այսօր մենք ունենք հələ ինչ որտեղ շատ հարցերով որապակասպի պետություն, որը այս մարդկանց քերու դումանների մյուսների այդ նախորդների չտեսավ, թեպետ նա չտեսավ, բայց նրա դերը բնականաբար մեծ էր այդ առումով։ Եվ որ ռազմական եւ մյուս կարևոր երրորդ կարևոր դասը, որ ռազմական գործիչը պետք է լինի ապա քաղաքական։ Քերին այս առումով ինքնօրինակ կերպար է։ Հարգելի բարեկամներ, թույլ տվեք եւս կրկին շնորհակալություն հայտնել հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Այսօր ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք կամ վերհիշեցրեցինք 4 գնդի քաջ հրամանատար քերուն։ Հարգելի հերոստատիտողներ, հաղորդում ավարտեմ քերուն տրված Գարեգին Նժդեհի հետևյալ գնահատականով։ Տակ կարեկցություն դեպի իրավազուրկն ու թույլը, ֆանատիկ սեր դեպի իր ցեղն ու նրա գուրգուրած ազատությունը, բիբլիական անշահասիրություն ու համեստություն, վտանգի ու մահվան բացարձակ անգիտացում, ռազմական անսահման էնտուզիազմ, ահա հերոսը, ահա քերին։ Հարգելի հերոստատիտողներ, հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր մեր ավանի հայդուկապետերից Արշակ Գավաֆյանին, քերուն։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։